20 օրերի ընթացքում ակտիվություն կա զգալի սուրշնչարական հիվանդությունների, որը կապված է ինչպես տարածաշրջանում, առհասարակ եվրոպական տարածաշրջանում, եւ դա հայտարարված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հիվանդատության բարձրացումով, նաեւ իր բացասական դեր են ստեղ ունեցել ինչպես եղանակի կտրուկ ցուրտ լինելը, այնպես էլ ոչ աշխատանքային օրերը, իդեպ ոչ աշխատանքային օրերին ամբողջ առողջապահական համակարգը աշխատել է արտակարգ ռեժիմով, ստեղծված է եղել արագ արձագանքման համապատասխան խումբը, որը ղեկավարել եմ ես անձամբ։ Երևան քաղաքում պոլիկլինիկաները աշխատել են 10-ից ժամը 2-ը, իսկ շաբաթ-կիրակի օրերը աշխատել են մինչև ժամը 5-ը։ Այսօր եւս պայմանավորություն ձեռք բերեցինք, որ պոլիկլինիկաները կաշխատեն եւս շաբաթ-կիրակի օրերը, որ հնարավորինս թոթափենք հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը, հաշվի առնելով, որ կա որոշակի մտահոգություն հիվանդանոցում կուտակումների հետ կապված եւ դիմելիության հետ կապված խուսափելու ներհիվանդանոցային վարակներից։ Հիմնական վիճակագրական տվյալները, որոնք այս պահին կան, այսօրվա դրությամբ, առավոտվա դրությամբ 945 հիվանդ սուրշնչարական հիվանդություններով դիմել են, ներառյալ հարբուխը, ներառյալ բոլոր հնարավոր բրոնխիտները, 420 հիվանդի մոտ դիագնոզվել է թոքաբոր, որից 213-ը սա երեխաներ են, 38-ը հղիներ են, առհասարակ հղիները հոսպիտալացված այսօր 114-ն են, հաշվի առնելով զգոնությունը եւ մտահոգությունը, իդեպ հիվանդությունը բավականին ծանրանում է, երբ կան ուղեկցող հիվանդություններ եւ ուշ դիմելիություն, սովորաբար 4-5-րդ օրը մենք գնահատում ենք արդեն ուշ դիմելիություն, իսկ ուղեկցող հիվանդությունների դեպքում մասնավորապես շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների, սիրտանոթային խնդիրների, ճարպակալման եւ այլ տեսակի խնդիրների դեպքում իհարկե հավանականություն կա ներառյալ հղիության, հավանականություն կա, որ ընկճված իմունիտետի պայմաններում կարող է հիվանդությունը ավելի բարդ ընթանալ։ Այս պահին ցավոք մենք ունեցել ենք նաեւ 11 մահվան դեպք եւ 2 դեպք ծանր թոքաբորբով, որոնց մոտ չի հաստատվել H1N1 հարուցիչը։ 3 դեպքեր եղել են անցյալ տարի, 8 դեպք գրանցվել է այս տարի։ Համաճարակ չկա եւ բացատրեմ ինչու, հասկանում եմ, որ այդ հարցը ստերոիդին հետաքրքրում է, համաճարակը սա բավականին բարդ հաշվարկի ենթարկվող եւ բանաձևերով հաշվարկվող ցուցանիշ է, մասնավորապես խոսքը գնում է 1.5 անգամ ավել հիվանդացության շեմը գերազանցող թվին, համաճարակ հայտարարում է, եթե այդ շեմը 4-ից 5 անգամ է գերազանցում։ Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա։ Դեղամիջոցի հետ կապված Տամիֆլուն թանկանում է եւ դժվար է գտնել